աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գործընթացների եւ նշել է, որ ամերիկյան կողմը ամեն ինչ անելու է հակամարտության ռիսկը նվազեցնելու ուղղությամբ։ Նախ ես ընդհանուր առմամբ ուզում եի ձեր գնահատականը որպես իշխող անդամ, ինչ ռիսկ կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող են լայն գործողություններ լինել ռազմական եւ ինչպես է գնահատում այս հայտարարությունը եւ պարոն Պապայան նաեւ խոսվել է այստեղ գերիների վերադարձից, իրենք կարեւորել են խաղաղության հաստատման համար գերիների վերադարձի հարցը, կա որոշակի քայլեր ամերիկյան կողմից, կոնկրետ քայլեր գերիների վերադարձի ուղղությամբ, ինչ տեղեկություններ ունեն։ Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը իրենք ինչ-որ չափով առկա են։ Իսկ ինչի է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն գնով ցանկանում, ամեն գնով չէ, մեր ինքնիշխանության եւ մեր կարմիր գծերը ասել ենք, հա, եւ այդ շրջանակում մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ամենը իրականացնում է այդ նպատակով եւ ամերիկյան կողմի հայտարարությունը ես իհարկե այդ դրա մասնագետը չեմ, բայց ցանկացած հայտարարություն, որը կօգնի կողմերին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, համաձայնագիրը, ես կարծում եմ դրական վերաբերմունք ունեմ եւ հակառակը, եթե կլինի հայտարարություն, որը կհեռացնի կողմերին կամ կողմերից մեկին այդ հայտարարությունից, բնականաբար բացական գնանք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։